Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ գնում ենք դեպի արվեստի ոլորտ եւ այսպես քանդակագործ Խաչատուր Աղամալյանը ավելի քան 50 տարվա ստեղծագործական փորձը եւ իր գիտելիքը նաեւ վարպետությունը փոխանցում է արդեն երիտասարդ սերունդներին։ Եվ մեր տաղավարում են քանդակագործ Խաչատուր Աղամալյանը եւ ճանաչիր մերոնց հաղորդաշարի հեղինակ եւ վարող Վարհամ Սուքիասյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Լավ եք։ Շնորհակալ եմ։ Նախ պիտի խնդրեմ ներկայացնեք ինչպես եղավ ձեր ծանոթությունը, որովհետև ձեր ծանոթությունը բերեց արդեն հետաքրքիր համագործակցության եւ մտքերի։ Ես ասեմ, դուք ասեք։ Ես կասեմ։ Խաչատուր Աղամալյանը ինստիտուտը ակադեմիան ավարտելուց հետո, Գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել, ստեղծագործել է Մոսկվա քաղաքում Ռուսաստանում, ու մի քանի տարի առաջ վերադարձել էր։ Մենք ֆուտբոլ ենք խաղում ու ֆուտբոլի այդ խաղի ընթացքում ծանոթացանք։ Մեր ընդհանուր ընկերներից մեկը ծանոթացրեց։ Ինքն էլ հետաքրքիր էր, որ իմ պատկերացմամբ քանդակագործը, ասենք, քոչարի այդ կոնֆիգուրացիայով, հա, sense մարմներ, ինչ որ sense մեծ մատներով, բան էլի, կամ ուրիշ մի հատ հարևան ունեինք Արամ Ղարիբյան էլի, որը Ռումինիայից էր ներգաղթել, հա, էլի տենց ինքը տենց մարմներ էլի, բան, ու Խաչատուրը դարպասապահ էր կանգնում, տենց ցածկ էր, բան, զարմացած, որ ներկայացեցի, որ քանդակագործ բան, մտերմացանք այդ ֆուտբոլի արդյունքում, ու հետո այնպես ստացվեց, որ տեսնելով իր աշխատանքները, իր գործերը, ես հրավիրեցի ճանաչիր մերոնց հաղորդաշարին որպես հյուր։ Ու այդպես ավելի խորացանք, ավելի ոնց որ ընկղմվեցինք իր արվեստի մեջ, էլի։ Որից հետո արդեն ինքը կասի, որ այդ ճանաչիր մերոնցի այդ գաղափարի, հա։ Դրանից առաջ Մոսկվայից երբ որ վերադարձա, հիմնականում արդեն մտադրվել էի, որ պետքա վերադառնամ Հայաստան, որովհետև միշտ բան էի անում, 23 տարի ապրել եմ Մոսկվայում, ստեղծագործել եմ, աշխատել եմ, հիմնականում անում էինք հուշարձանների պահպանության վերականգնողական աշխատանքներ էին, բայց դրա հետ միասին ստեղծագործական աշխատանքներն էին ու Մոսկվայում շատ ցուցահանդեսներ եմ ունեցել, մի առաջի անհատական ցուցահանդեսս Մոսկվայում ա եղել, Տապան թանգարանում, հայ առաքելական եկեղեցու թանգարանում էր 19 թվականին, 2019-ին։ Հետո երբ որ վերադարձա, արդեն ինձ շատ էին բանանում, ասում էին լավ գնաս ինչ պետք է անես, ասում եմ ես կգնամ, ես կգտնեմ ինչ որ պետք է անեմ։ Հետո վերադարձա ու կամաց այդ առաջի հենց տարին ոնց որ ասած արդեն մտել էի այդ ստեղծագործական բանի մեջ, ընկերներս քանի որ Երևանում էին, ինձ միշտ զանգում էին, ասում էին ցուցահանդես կա, կարող եմ մասնակցել, բան, ասում եմ մեծ սիրով։ Նույնիսկ արդեն մրցույթները, քանդակի մրցույթներ էին ներնում հուշարձանների, ու առաջին այդ Հիսուս Քրիստոսի արձանի մրցույթներ, ասեցի լավ, մեկը ազատեմ, ինչպես մասնակցեցի, հետո վերջինը ասենք Շարլ Ազնավուրի մրցույթին եմ մասնակցել, ուղղակի մի հատ ֆոտո կար, մոռացա հետս վերցնեի վերի հետաքրքիր էր։ Այդ ու մեկը մի օր ոնց է ստեղծվում այս ամեն ինչը, ասենք դու կարող ես մեկի հետ նստես զրույց անես ու զրույցը քեզ մի բառ ասեն, դու այդ բառը մի երկու ամիս, մի տարի հետո քեզ բերի ասենք ստեղծագործական ինչ-որ գործի։ Ու տղաներից մեկն ասեց Խաչիկ, կոմոդ ինչ լավ է նայում էր իմ աշխատանքները, ասեց, ես ինչ լավ է կոմոդ ստացվում պորտրետները։ Ասեց, չես ուզում, ասենք պորտրետներով ինչ-որ։ Մտածեցի, ասեցի, կարելի է։ Ու երբ որ մենք արդեն ճանաչիր մերոնց հաղորդաշարը գնում էր, մտածեցի, ասեցի, միգուցե ես էլ անեմ նման բան, ճանաչիր մերոնց, ասենք մեր արվեստագետներին, մտերիմներին, այսինքն դեռ կան ճանաչված արվեստագետներ, Մարտազարյանն, ասենք, Մալխասը, Լևոն Մալխասյանը, Մայիսը Մխիթարյանը, բայց այնտեղ կան
արվեստագետներ որոնք շատ քիչ են ճանաչում։ Մաթեմատիկոս, տարբեր մասնագիտության դերմարտած։ Չէ, մաթեմատիկոսը դա Վանո Դադոյան ինքը ժողարվեստի, այսինքն ինքը փայտի փորագրությամբ զբաղվում, փայտի վարպետ է նաև։ Այնտեղ մի հոգի է Սոնա Ադամյանը, որը հեռուստալրագրող է, ուղղակի մնացածներին շատերին չէին ճանաչում, հետո ցուցահանդեսի ժամանակ հարցնում են ով է, ասում են դասի արվեստագետ տղա է, լավ աբստրակցիոնիստ Արտուր Հակոբյանյան, իմ ուսանողական ընկերն է, ասում են նու դրա համար էս միտքը հղացավ արվեստին ինչ որ արի ու միջայլոց առիթից ելնելով ասեմ Վարամին շնորհակալություն Հայարտ կենտրոնի տնօրինությանը շնորհակալություն Իմ ուշադրությունը գրավեց, որ նաև դուք չեք զերծ մնացել ինքներդ ձեր արվեստի գործ դառնալուց, ինձ հետաքրքիր է այս մասին մի քիչ կպատմեք հերթեր։ Սա էլ ասեմ, ինչի համար եմ ասում, որ երբ որ զրուցում ես ու գալիս է այդ պահը։ Կարեն Միլիջանյանը դերասան կճանաչեք, իրար հետ նստած հաց էինք ուտում, այդ րոպեին իրան էլ պետքա քանդակի, բայց նա ստացվեց Կարենը զբաղված էր, ասես զանգեց իրան ասեցի արի էլի, արդեն ասես գնում եմ Բաթում ինչ որ հանգստանալու բան ու չստացվեց իրա մոտ, ասեց խաչիկ լսի, քեզ էլ էլի քանդակի, ասի լսի մտածել եմ այդ մասին, ասեց արա անպայման արա, որովհետև ասեց այդ բոլորի մեջ դու էլ շատ լավ կնայվի, ու իսկապես շատ լավ եղավ, միջայլոց չգիտեմ ձեր մոտ ես ուղարկել էի Անահիտին այդ վիդեոները Հայարթի բանալած մի հարց ավելի հեշտ է քանդակել ինքներդ ձեզ թե քանդակել չէ ավելի հեշտ է քանդակել ուրիշին որն է դժվարությունը դժվարությունն ասեմ ես որ քանդակում էի ինձ հայելու առաջ թե պետքա կանգնես քանդակես չէ դու քեզ ուրիշ ձև ես ընկալում քանդակն անում եմ ես ինձ զգում եմ որ ես եմ կողքից գալիս են ասում են լսում նույնն էլ քո պատկերն է պատկերը ու գալիս են ասում են լսի քեզ նման չի արա ասում ո՞նց նման չի շատ նման է ես կարող եմ փաստել որ շատ հետո վերջը արեցի վերջացրեցի բան ցուցահանդեսից եկավ իմ ընկերս Մուսադ Սերգեյ որը Գերմանիայում ապրում քանդակագործ է իմ ջալոց շատ շնորհքով Հեղինե Մխիթարյանի տղան է հանգուցյալ երբ որ եկա այդ բացման օրը ֆուրշետն էր արդեն ու ինքը ինձ զանգահարեց ասեց ես Երևանում եմ Գերմանիայի ես գիտե ասեց 27-ին եմ գալի բայց 25-ին արդեն ինքը եկել էր ասեցի շուտ արի ցուցահանդեսի բացմանը եկավ որ նայեց աշխատանք ասեց գիտես ոնց են անում ընդհանրապես հիմա արդեն ոչ թե հայելին դնում ես ուղիղ դիմացը նայում ես այլ երկու անկյունային հայելիներ են դնում ու դու այդ անկյունի մեջ ես նայում հա դու տենց ես նայում քեզ ու դրանից հետո եկա տուն երկու հայելի դրեցի նայեցի տեսա իսկապես որ տենց շատ հեշտ է ու խոսքով Իսկ ձեզ համար ձեր աշխատանքներից ո՞րն է ամենաառանձնահատուկը։ Կա ինչ-որ մի բան, որ այսպես շատ յուրահատուկ է կամ շատ դժվարությամբ է կարել եւ մեծ նշանակություն ունի։ Դժվարությունը չեմ ասի, դժվար բան, երբ որ դու մասնագետ ես, արդեն վարպետ ես քո գործի մեջ, դժվարություն չէ։ Այսինքն մոտեցումը ու ընկալումը մյուսներին ոնց կլինի դու բան ես անում։ Դա է աշխատանք ա եղել, երբ որ արել եմ սկզբնական արել։ Օրինակ Մալխասի գործը երկու անգամ եմ քանդակել, իրան առաջինը քանդակեց հետո անցել երկրորդը շատ լավ էր ստացվում, որ ասեցին ոնց որ նայում ես ոնց որ ասում ես ուսանողի աշխատանք, հա, այստեղ ավելի ստեղծագործական։ Չալուց ես ավելացնեմ, որ այս գաղափարը որ հղացել էր, աստորեն 17 քանդակի համար բավականաչափ սուղ ժամկետներում, այն օր ու գիշեր որ ասում են, որ տրամադրվել էր այդ աշխատասիրությունը։ 7 ամիս, մի տարի 7 ամսում արեցի։ Ու ինչն էր հետաքրքիրը, որ արվեստանոց էին գալիս, ասենք իրենք նստում էինք, զրուցում էինք, բանավիճում ես, հետո մեկն ասում
ուզում եմ որ սենց լինի, բան դե լավ ասում եմ, սա տես կլինի, բայց դու քոնն ես անում։ Պարոն Սուքիասյան, այսքան շատ ճանաչելով մերոնց, ինչ եք ավելացնում ձեզ համար եւ ինչ եք ավելացնում հասարակության համար։ Ես ասեմ, որ շփվելով բազմաթիվ այդ իմ հյուրերի հետ, որոնք նաև տարբեր պրոֆիլի անձինք են, նախ ասեմ, որ ինքս մեծ հոգի եմ դնում այդ հաղորդման մեջ եւ ծանոթանալով, զրուցելով, շփվելով այդ բազմաթիվ տարբեր պրոֆիլների անձանց հետ ինքս եւ սովորում եմ, ընկալում եմ ինձ համար եւ նաեւ ինքնագովես չլինի, բազմաթիվ իմ հյուրերն են ասել, որ այդ տարբեր պրոֆիլի անձանց հետ զրուցելիս գրեթե չի լինում ոլորտ, որ ասենք այդ զրուցելու ընթացքում ես քիչ թե շատ տեղյակ չլինեմ, էլի, որը ինձ նաև շոյում է ինչ-որ տեղ, էլի, որ ես ես իմ տարիների փորձը, ես իմ սպիտակ մազերը իզուր չեն, էլի, անցել, որ կյանքը, որ շփվել ես տարբեր ոլորտի մարդկանց հետ, բայց նաև ասեմ, որ նույնիսկ այս տարիքում լիքը սովորելու բան կա, շատ հաճելի է, որ այդ մարդկանց հետ Նյուտոնի 3-րդ օրենքը աշխատում է, դու իրեն ես տալիս ինքը քեզ, էլի, շատ հաճելի, լավ։ Մի բան կուզեի ավելացնեմ, այ որ ասես սովորելու մենք համ սովորացնում ենք, համ սովորում ենք։ Ես Դեկոջոյան կրթահամալիրում քանդակի առարկա եմ դասավանդում։ Վերջերս մի քանի օր առաջ ատեստավորում էր, գնացել ենք, այսինքն ատեստավորումն անցանք, ատեստացիան, ու այս մի տարին, երբ որ արդեն դաս էի տալիս, մի որոշակի ժամանակ սկսեցի պարապել այդ ատեստացիայի համար ու այդ ժամանակ արդեն դու զգում ես, որ դու ես կրթվում։ Դու երեխաներին դասը տալիս ես, դու նայում ես, դու ես ինքդ սովորում։ Չէ, բաներ կան, որ օրինակ հայ արվեստի 2 հատորը կարդում էի, ասում էի, ես լնայի տես, ասենք այսքան սովորել ենք, այսքան, բայց հայ ասենք կերպարվեստի վարպետների աշխատանքները տեղյակ չեն եղել։ Այո, միշտ էլ իհարկե պետք է ունենալ այդ ֆունդամենտը, ինչպես ասում են, հա, դասականներից սովորելը, իսկ նոր երիտասարդները նոր շունչ են բերում, նույնիսկ, այո, մեր ունեցած հարստության մեջ ինֆորմացիայի նորովի մատուցելով նոր շունչ են տալիս, եւ մենք էլ հաճախ հենց այսօրվա նոր սերնդից փորձում ենք սովորել նրանց պահանջները եւ իհարկե գեղեցիկը մատուցել նաեւ նրանց պահանջների սահմաններում։ Շնորհակալ ենք ձեզ, որ այսքան շատ հետաքրքիր էր եւ շատ նման են ստացվել աշխատանքները, այո, միանգամից առանց ծանոթանալու ովքեր են Պարզ է դառնում ում եք քանդակել եւ այսպես շատ խարիզմատիկ քանդակներ են ստացվում։ Առիթից օգտվելով ուզում եմ այդտեղ Լևոն Մալխասյանին ցանկանամ քաճառողջություն, եթե տեղյակ եք վատառողջ է։ Միջայլոց ցուցահանդեսի բացումից 2 օր առաջ զանգեցի, ասի գալու ես ցուցահանդեսին, ասեց անպայման։ Հետո Մայստրո Վարդազարյանն եկավ, ասեց զանգել եմ, ասել չեմ կարողանում գամ ու դրա հաջորդ օրը ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում ինքը համերգ տվեց, ընկերը զանգեց, ասեց եթե գար նույնիսկ չէր կարողանա բարձրանալ երկրորդ հարկին։ Այո, վարպետին առողջություն մաղթենք եւ շնորհակալություն ձեզ, որ վարպետի հմտությամբ ու մտածելակերպով այսպիսի շատ այսպես ճիշտ քանդակել եք բոլորին, ոչ միայն սրանք քարե քանդակներ են, նաեւ այնտեղ կա էմոցիա, կյանք ու պատմություն յուրաքանչյուր քանդակի մեջ, դա երևում է հենց աշխատանքներից։ Շնորհակալ ենք ձեզ, ուզում ենք նվիրել Սարգոն, սպիտակ չոր գինին, որը կարծում եմ այսպես հաճելի ընկերներով կնստեք ու կբացեք գինին, հետո եւս մի հետաքրքիր գաղափար կծագի ու նոր տրամադրություն կստեղծի։ Իմիջիալոց մի բան ասեմ, իմ սիրած ամենասիրած գինին ասեմ։ Տեսնում եք ինչ լավ ստացվում։ Ոչ մի բան պատահական չի լինում։ Եվ ուզում եմ ձեզ, քանի որ ամանոր է գալիս, հաստատ կունենաք սիրելի մարդիկ, ում կարող եք ամանորյա շնորհավորանքները գրել արևոք բացիկներում, որոնք հատուկ նախատեսված են հենց ամանորյա շնորհավորանքների համար։ Սա ձեզ, շնորհակալություն ձեզ, որ այս առավոտ մեր հյուրն եք։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ։ Մենք էլ շնորհակալ ենք ձեզանից։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։